Դուք 2018 թիվը լավ եք հիշում, ես լավ հիշում եմ, դուք այդ խոստումները հիշում եք դեմոկրատիայի, խաղաղության, որ մեզ սիրում էին, մեր դեմ խոնարհվում են, հիմա ծեծում են փողոցում, բռնում են, ծեծում են, հիշում եք, որ մեզ ասում են, մեզ սիրում են, խոնարհվում են, պաչեմ ձեր թուշիկները, թաթիկները, ինչ-որ տենց պոեմներ էին գրում, որ գժվում ենք, չենք հասկանում սա ինչ ով ասա գրում, այդ բոլոր խոստումները հիշում եք, այդ Եվրոպայի այդ ուրախությունը հիշում եք, այդ իրենց բոլոր մեդիաները, որ եկել են Հայաստան, հիշում եք ամբողջ աշխարհով մեծ ցույց են տալի, որովհետև հակառուսական բան է, շարժում էր, որպես ընկալվում էր որպես հակառուսական շարժում։ CNN-ից, BBC-ից, բոլոր կանալները, խոշորագույն կանալները Հայաստանում էին։ Հիշում եք այդ ներքին գործերին միջամտելը։ Իմիջիալոց վերջերս էլ լսեցի մի քանի շաբաթ առաջ այդ պարոն Ստանիսլավսկին, որ ասում էր, որ մենք ժամանակին չեր փոխանցում, հա, Սերժ Սարգսյանին Եվրոպայից բաներ ողջունում էին, հա, իր հաղթանակի արդիվ եւ նա դա չէր փոխանցում, այսինքն դա չէր համարվում միջամտություն մեր գործերի մեջ եւ երբ որ սկսվեց այդ այսպես ասած Թավշյա հեղաշրջումը, թուրք-ադրբեջանական հեղաշրջումը, դա չէր միջամտություն չէր, ոչ էր միլիարդավոր դոլարները, որոնք ներմուծեցին Հայաստան։ Դե ընդհանուր գումարը 3.5 միլիարդ, իսկ այդ բոլոր ծախված լրագրողները եւ այդ գրանտակերները ստանում են ամեն տարի առնվազն 30-40 միլիոն դոլար։ Դա էլ միջամտություն չէր։ Եվ դա տեղի էր ունենում տարիների ընթացքում, տասնյակ տարիների ընթացքում։